Բարև ձեզ ընկերներ, Ավտոմոտիվ EM-ը սկսում է տեսանյութերի շարք, որտեղ մենք խոսալու ենք Հայաստանի ավտոշուկայում մեծ տարածում ունեցող, լայն տարածված, մեծ քանակով ներկայացված մեքենաների մասին եւ մեր առաջի տեսանյութը լինելու է Chevrolet Volt 2-ի մասին։ Ողջույն, ձեզ հետ Վլադն է։ Նախ մի փոքր ներկայացնենք մեքենայի պատմությունը։ Chevrolet Volt-ը սկսել է արտադրվել 2010 թվականի նոյեմբերին, արտադրությունից հանվել է 2019 թվականի փետրվարին։ Արտադրվել է երկու սերունդով Volt 1 եւ Volt 2, Volt 1-ը արտադրվել է մինչև 2015 թվականը, 15 թվականից մինչև 19 թվականը արտադրվել է Volt 2-ը։ Բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեքենան վաճառվել է նաեւ այլ երկրներում, այլ անվանտակ եւ մասամբ տարբերվող դիզայնով։ Օրինակ Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում Holden Volt անունով, Մեծ Բրիտանիայում Vauxhall Ampera եւ Եվրոպայում ուշադրություն Opel Ampera, այսինքն մեզ բոլորիս ծանոթ Volt-ը Եվրոպայում հանդես է եկել Opel անվան տակ, կարող եք Google-ել գտնել գրեթե նույն Volt 1-ն է, այսինքն նույն թափքն է, բայց դիմացի մասը մի փոքր տարբերվում է դիզայնով, շատ հանգիստ Opel Ampera-ի մեջ կարելի է գտնել Volt-ը։ Մեքենան վաճառվել է 177,000 օրինակով, մինչև 2018 թվականը Chevrolet Volt-ը համարվել է ամենաշատ վաճառվող plug-in հիբրիդը։ Կրկնում եմ, ոչ թե հիբրիդը, այլ հենց plug-in հիբրիդ, այսինքն հոսանքով լիցքավորվող հիբրիդը։ 177,000 օրինակից 156,000-ը վաճառվել է Ամերիկայի շուկայում եւ միայն 20,000-ը աշխարհի մնացած երկրներում։ Նաեւ դա է պատճառը, որ Volt-ը մեր մոտ ընկալվում է որպես տիպիկ բնիկ ամերիկյան մեքենա, այսինքն երբ որ մենք ասում ենք Chevrolet Volt, պատկերացնում ենք հիմնականում Ամերիկայում շահագործված, Ամերիկայում քշված մեքենա, իսկ երբ ասում ենք դրսից Volt բերենք, ապա նկատի ունենք հիմնականում հենց Ամերիկայի շուկայից բերված Volt-ը։ Մի խոսքով Chevrolet Volt-ը դա տիպիկ ամերիկյան մեքենա է, հիմնականում ամերիկյան վաճառքներով։ Մի փոքր խոսեմ մեքենայի տեխնիկական տվյալների մասին։ Volt 2-ը որպես plug-in հիբրիդ աշխատում է հոսանքով, այսինքն լիցքավորվում է էլեկտրաէներգիայով, ընթացքը ապահովում է հենց էլեկտրաէներգիան։ Երբ էներգիան վերջանում է, այսինքն ever range-ը հասնում է 0-ի, որը նորից ցույց կտամ կիմանաք թե ինչի մասին է խոսքը, միանում է ներքին արման շարժիչը։ Ներքին արման շարժիչը աշխատում է որպես լիցքավորիչ, այսինքն գործի է դնում էլեկտրական գեներատորը, քշելուց ներքին արման շարժիչով քշելուց դուք ոչ թե քշում եք դասական ներքին արման շարժիչով մեքենայի նման, այլ մեքենան շարունակում է աշխատել հոսանքով, որը լիցքավորվում է ներքին արման շարժիչի աշխատանքի շնորհիվ։ Երբ որ մեծ արագություն է մեքենան վերցնում, ներքին արման շարժիչի հզորության 15%-ը տրվում է մեքենայի էլեկտրական շարժիչին, որպեսզի ապահովի մեքենայի բարձր արագությունը։ Բայց նորից եմ ասում, հիմնական շարժը մեքենայի աշխատանքը ամբողջությամբ արվում է էլեկտրաէներգիայի հաշվին, բենզինով լիցքավորվող էլեկտրական գեներատորի հաշվին։ Մեքենան նաև ընթացքում լիցքավորվում է արգելակման ռեկուպերացիոն համակարգի շնորհիվ, այսինքն ամեն անգամ երբ դուք արգելակում եք կամ կենցաղային լեզվով ասած տորմուզ եք տալի, մեքենան ընթացքում լիցքավորում է հավաք։ Սկսել է արտադրվել 2015 թվականի փետրվարին, վաճառքները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերին։ Ունի մի շարք տարբերություն, բացի ընդհանուր թափքի դիզայնը, սալոնի տարբերություն, ունի նաև տեխնիկական տարբերություններ Volt 1 հետ համեմատած, մասնավորապես մարտկոցը մեծ մարտկոցը, շնորհիվ օգտագործված այլ քիմիական նյութերի կուտակում է 20%-ով ավելի շատ էլեկտրաէներգիա եւ նաեւ 13 կիլոգրամով ավելի թեթև է, իսկ էլեկտրական շարժիչը 45 կիլոգրամով ավելի թեթև, քան Volt 1-ը։ Մեկ լիցքավորման Volt 2-ը ըստ պաշտոնական տվյալների գնում է մինչև 85 կիլոմետր, 100 կիլոմետր տարածության վրա բենզինի ծախսը կազմում է 5.6 լիտր։ Volt 1-ը ավելի քիչ, 61 կիլոմետր, վառելիքի ծախսը 3.6 լիտր։ Պաշտոնական տվյալներով ամենաշատ վազքը հոսանքով, որ գրանցվել է Volt 2-ի դեպքում 110 կիլոմետրն է, բայց կարծում եմ, քանի որ Հայաստանում արդեն շատերը ունեն Volt 2 ու իրենք ունեն իրենց սեփական վիճակագրությունը, կարող են մեկնաբանություններում գրել, թե իրենք ինչքան են ամենաշատը քշե։ Ես, եթե չեմ սխալվում, 100-ը անցել եմ, բայց քշել եմ հիմնականում այնպիսի տեղերում, որտեղ ճանապարհը եղել է ազատ, երթևեկությունը խիտ չի եղել, այսինքն երբ որ մենք ասում ենք պաշտոնական տվյալներով 85 կիլոմետր եւ ամենաշատը գրանցված վազքը 110 կիլոմետր է, նկատի ունենք ոչ թե քաղաքից դուրս ռեժիմը, այլ հենց քաղաքային ռեժիմը։ Քաղաքային ռեժիմում, այսինքն խցանումներ, վայրեջքներ, դիքեր եւ այլն։ Կիսվեք ձեր տվյալներով, հետաքրքիր կլինի։ Մեքենայի շարժիչի մասը կապոտի տակ ամբողջությամբ նման է դասական ներքին արման շարժիչով մեքենայի, շարժիչը, օդի ֆիլտրը, հեղուկները, արգելակման հեղուկ, հովացման հեղուկ, որը նաև հովացնում է մեծ ակումուլյատորը,
Մի խոսքով այստեղ ոչ մի ինչ-որ յուրահատուկ ասելու բան չկա, շարժիչը 1.5 լիտր աշխատանքային ծավալով, յուղը Dexos 1 կարգի 520 յուղ, որը պետքա փոխել 8-ից 10,000 ըստ Վիկիպեդիայի 8-ից 10,000 կիլոմետրը 1, բայց Volt-ի դեպքում հեսա շուտով կտեսնեք, ես ցույց կտամ, տոկոսներով է ցույց տալիս յուղը փոխելու ժամանակը, այսինքն տոկոսը երբ որ մոտենում է արդեն 20-ին 30-ին, պետքա յուղը փոխել, իսկ եթե այնպես է ստացվում, որ այդ տոկոսները չեն քչանում, այսինքն բենզինով դուք շատ քիչ եք վարում, հիմնականում վարում եք հոսանքով, ամեն դեպքում խորհրդատրվում գոնե տարին 1 յուղը փոխել, նույնիսկ եթե ինքը ներքին արման շարժիչով բենզինային շարժիչը շատ չի շահագործվել։ Մի շատ կարևոր բան, որը վերաբերվում է հենց Հայաստանում մեքենա շահագործելուն, մեքենա քշելուն, Volt 2-ի վրա գազ դնել չի լինում։ Այսինքն ես գոնե չգիտեմ օրինակներ մեքենաներ Volt 2-ի, որի վրա գազ է դրվել, օդ կամ հեղուկ, բայց Volt 1-երի վրա դրվում է, շատ եմ տեսել Volt 1-եր, այնպես որ դա նույնպես նկատի ունեցեք, որ Volt 2-ը պետք է քշել միայն բենզինով, իսկ բենզինը ռեգուլյար սովորական բենզին։ Այսինքն պարտադիր չի միշտ պրեմիում լցնել։ Այս մասով այսքանն այստեղ ուրիշ ասելու բան չկա։ Հա, մեկ էլ էլի հետաքրքիր կլինի հայ վարորդների համար, որ ասեմ, շարժիչը ոնց որ մենք սիրում ենք ասել, ցեփով շարժիչ է։ Այսինքն այդ GRM-ի համակարգը RAM-ն չի ու այդ մասով ընդհանրապես մտածելու խնդիր չկա։ Ծանոթանանք մեքենայի ամենակարևոր մասին, կարևոր վարորդ եւ ուղևորների համար սրահին։ Նախ միանգամից ասեմ, որ դուռը բացելուց անմիջապես առաջի զգացողությունը, որ ունենում եք, դա դրան ծանրությունն է, որը հուշում է, որ գործ ունենք բավական այսպես հաստ թիթեղով մեքենայի հետ, ինչը նաև խոսում է որակի մասին։ Ասեմ, որ Volt 2-ի դռները իմ երբևէ տեսած ամենածանր դռներից են։ Ու ֆիքսատորներն շատ լավ աշխատում է, խնդիր, որը հատկապես ճապոնական մեքենա ունեցողները առնչված կլինեն։ Այսինքն դուռը ցանկացած ֆիքսացիան պահելուց լավ մնում է, հանգիստ կարող եք նստել իջնել։ Հա, նաև տեղեկացնեմ, Volt 2-ը լինում է երկու հիմնական կոմպլեկտացիայի, Volt 2 սովորականը եւ պրեմիումը։ Պրեմիումը տարբերվում է մի շարք տեխնիկական հավելումներով։ Սրա հիմնականում կաշեպատա պրեմիումի, անվահեծերն են ուրիշ, ունի նաև self parking, այսինքն ինքն իրան մեքենան կայանում է, ունի distronic, այսինքն դիմացի մեքենայի հետ արագությունը, հեռավորությունը պահելու ֆունկցիա։ Հետևի նստարանները նույնպես տաքացվող են, ի տարբերություն սովորական Volt 2-ի, հիմնականում սրանք են տարբերությունները։ Նախ ամենաառաջին զգացողությունը, որ ունենում ես Volt 2-ը նստելուց, դա տարածքի քիչ լինելն է, այսինքն մեքենայի սրահը մեծ չի, կա որոշակի առումով ինչ-որ նեղվածք, տանիքը բավականին ցածր է, այսինքն եթե ես իմ հասակը մի 5-10 սանտիմետրով ավելի բարձր լիներ, ապա ես այստեղ գուցե որոշակի դիսկոմֆորտ զգայի, հատկապես երկար վարելու դեպքում։ Ու այստեղ մի քիչ զարմանալի բան կա, զարմանքահարություն, եթե սա տիպիկ ամերիկական մեքենա է, ինչի մասին ես սկզբում ասեցի, հենց բնիկ ամերիկյան, ապա զարմանալի է, թե ամերիկացիները, ովքեր սիրում են մեծ, այսպես զանգվածեղ ընդարձակ սրահով մեքենաներ, ապա ում համար են ամերիկացիները այս մեքենան արտադրել։ Հենց այստեղ այդ առաջի հարցը առաջանում, որ մեծ ընդարձակ սրահ սիրող ամերիկացիները արտադրում են plug-in մեքենա, որի սրահը բավականին նեղ է, հատկապես մի քիչ մարմնեղ մարդկանց համար։ Մեքենայի նստարանները բավականին հարմար են, այսինքն երկար երթևեկելուց, երկար նստելուց չեք հոգնելու, կան նաև որոշակի այսպես կողքից աջակցող բռնող մասեր, որպեսզի շրջադարձերի ժամանակ շատ աչուձախ չսահեք։ Ղեկը բավականին հագեցած է տարբեր ֆունկցիաներով, սա ուրեմն cruise control, որտեղ մեքենան կարող եք դնել ձեր ցանկալի արագության վրա, ոտը հանել գազի ոտնակից ու մեքենան այդ պահին ֆիքսած արագությունը պահելու է, ես մի անգամ փորձարկել եմ նորմալ աշխատում, ոչ մի խնդիր չկա։ Սա ուրեմն հեռախոսը միացնելու, անջատելու կոճակներն են, սա էկրանը կառավարելու, հիմա մենք մեքենան կմիացնենք։ Ղեկի դիմացի մոնիտորում կան բոլոր այն տվյալները, որոնք մեզ անհրաժեշտ են մեքենան վարելու ընթացքում։ Այս պահին ուրեմն տեսնում եք ձախ անկյունում ցույց է տալիս 55 կիլոմետր average, այսինքն հոսանքով դեռ հնարավոր է վարել 55 կիլոմետր։ Աջ անկյունում երևաց 167 կիլոմետր բենզինն է սա, այսինքն բենզին ինչպես տեսնում եք ցույց է տալիս ոչ թե քանի լիտր կա բենզաբակի մեջ, այլ քանի կիլոմետր հնարավոր քշել առկա բենզինով։ Ընդհանուր առմամբ իրար հետ հոսանքն ու բենզինը իրար հետ, այս պահին ես ունեմ մոտ 220 կիլոմետրի վարելու հնարավորություն։ Եթե հաշվի առնենք, որ վարելու ընթացքում լինելու են նաև վայրեջքներ,
որովհետև մեքենան ռեկուպերացիայի ռեժիմում նաև լիցքավորվելու է, ապա գուցե նաև ավելի շատ։ Կոճակները, որը ասեցի, սրանցով ուրեմն փոխում ենք դիմացի մոնիտորի տվյալները, ցույց է տալիս են ուրիշ տվյալներ, ինչ որ մեզ անհրաժեշտ է, կարա լինի անհրաժեշտ, օրինակ, սա տեսեք, յուղը, նոր ես ասեցի, երբ ներքինարման շարժիչների ցույց տալիս, դեռ 75 վերջերս են փոխել, վերջերս ասելով մի քանի ամիս առաջ, այսինքն դեռ 75% այս յուղը կարելի է օգտագործել։ Քանի կիլոմետր է դա կազմում, բնականաբար ես չեմ կարող ասել, բայց ամեն անգամ ինչպես է փոխվում դա, ամեն անգամ երբ միանում է ներքինարման շարժիչ, այսինքն հոսանքը վերջացավ, մեքենան սկսեց աշխատել բենզինով, յուղի տոկոսը սկսում է իջնել, այսինքն մեքենայի շարժիչի աշխատանքի հետ այս տոկոսները իջնում է։ Խորհրդատրվում մոտավորապես 30%-ի դեպքում արդեն յուղը փոխել, այսինքն չթողնել, որ հասնի 0-ի։ Շարունակենք փոխել, սա ուրեմն ակների ճնշումներ, միջին արագությունը, մեքենան ուրեմն ընդհանուր առմամբ միջին արագությունը վարելու կազմել է 17 կմ/ժ, որը բավական դանդաղ ցուցանիշ է քաղաքային պայմանների համար, գուցե արդեն նորմալ։ Ինչքան է քշվել մեքենան, ինչ որ վերջի թարմացումից, եթե չեմ սխալվում, յուղը փոխելուց հետո, եթե չեմ սխալվում։ Հովացման հեղուկի ջերմաստիճանը սպայն 28 աստիճան, այստեղ ոչ մի բան չկա, սա trip-a trip է, երբ զրոյացնում եք ինչ-որ պահից մեքենայի կիլոմետրաժը, ինքը սկսում է հաշվել, ես չեմ հիշում երբ եմ զրոյացրել, եթե չեմ սխալվում գնելուց հետո։ Արագությունը, total range, ինչի մասին որ խոսում է, այսինքն ընդհանուր առմամբ մեջի արկա բենզինով ու էլեկտրաէներգիայով մեքենան հնարավոր է այս պահին վարել 220 կմ։ Հատուկ ուզում եմ խոսալ այս կոճակի մասին, ավելի շուտ ձեռքի լծակի, որը գտնվում է ղեկի ձախ կողմում։ Ընկերներ, ուրեմն սա արգելակման լծակ է, արգելակման կոճակ, այսինքն մեքենան հնարավոր է ձեռքով ընթացքը դանդաղացնել, համարյա բերել արգելակված վիճակի։ Իհարկե սա չի կարող փոխարինել մեքենան ոտքով արգելակելուն ու պետք է չի նույնիսկ դրա մասին մտածել, բայց սրանով հնարավոր է մեքենայի ընթացքը կտրուկ դանդաղեցնել ու ինչն է կարևոր, որ այդ ընթացքում, երբ որ դուք այս ձեռքի լծակով մեքենայի ընթացքը դանդաղեցնում եք, ինքը սկսում է նաև մեքենան ինտենսիվ լիցքավորել։ Այսինքն սա մեքենայի ռեկուպերացիոն արգելակման համակարգի մի մասն է կազմում, շատ կարևոր մասը, ու սրանով հնարավոր է մեքենան ընթացքի ժամանակ ահագին լիցքավորել ու հավելյալ կիլոմետրեր ստանալ վարելու համար։ Հատուկ շեշտեմ, որ սկզբից ով որ կնստի վոլտի ղեկին ու կփորձի սրանով արգելակել, լինելու է շատ անսովոր, իմ համար էլ այդպես եղել, որովհետև մեր մոտ մեր ուղեղում այդպիսի ալգորիթմ է գործում, որ մեքենան պետք է արգելակել ոտնակով, ոտքով, մենք միշտ այդպես ենք մեքենան արգելակել, միշտ այդպես ենք վարել, այդպես ենք սովոր եղել, ու բնականաբար ձեռքով արգելակելը անսովոր բան է, բայց ընթացքում սովորում ես ինչպես ցանկացած նորամուծության, ու ես մի 10-15 կիլոմետր այս ռեժիմով մեքենան արգելակելուց հետո ամբողջությամբ արդեն սովորեցի։ Հիմա իմ համար սա սովորական մի հատ երևույթ է, ու ավելին ասեմ, ես ամեն առավոտ երբ որ աշխատանքի եմ գնում, ես այդ կենթանաբանական այգու դքով եմ իջնում Միասնիկյան պողոտայում, ամբողջ ճանապարհին ես մեքենան արգելակում, այսինքն անդադ ընթացքը դանդաղացնում եմ հենց այս կոճակով, այսինքն ոտքի արգելակին գրեթե չեմ կպնում։ Այստեղ ուրեմն կենտրոնական պանելում սա կլիմայի հետ կապված կոճակներն են, կենտրոնական մոնիտորը, որտեղ նույնպես կան տարբեր ռեժիմներ, սա ուրեմն երաժշտություն, ռադիո եւ այլն, սա ուրեմն զանգելու կոճակն է, կարող եք մեքենայի մեջից նույնիսկ ձայնային հրահանգով ձեր ուզած մարդուն զանգել, բայց մի քիչ ասեմ, որ անհարմար է, պետք է մի քանի անգամ կրկնես, մինչև մեքենան հասկանա քո հրահանգը։ Սա ինչ որ կողմնացույց երևի երբեք չեմ օգտվել, իսկ հիմնական, որի վրա միշտ մեքենան լինում է, այսինքն հիմնական մոնիտորը, որը միշտ իմ մոտ բաց է, սա է, այստեղ ամբողջ վիճակագրությունն է մեքենայի, սկսած վերջին լիցքավորման պահից։ Վերջին լիցքավորումից հետո, այսինքն ես հիմա տեսեք վարել եմ ընդհանուր 49.8 կիլոմետր, որից հոսանքով 49.8 կիլոմետր, իսկ բենզինով 0 կիլոմետր, այսինքն բենզին այսօր չեմ օգտագործել, ամբողջովին վարել եմ հոսանքով, 1.6 LE 100 կիլոմետր, սա ոնց որ հոսանքի ծախսի ինտենսիվությունն է, ես հիմնականում ուղիղ տեղերով եմ
վարել ու դիքեմ, չէ՞, դրա համար սա մեծ թիվ չի կազմում, լինում է մինչև 2, 2.5, 3 եւ այլն։ Բենզինի ծախսը, եթե բենզինով է մեքենան քշվում, միանգամից այստեղ ցույց է տալիս, թե քանի լիտր է քշե, քանի կիլոմետր է կանցե բենզինով ու 100 կիլոմետրի վրա քանի լիտր է ծախսե։ Կա նաև հա, սա երբ որ մեքենայի ընթացքի ժամանակ, երբ որ հոսանքով է քշում, ցույց է տալիս, որ մեքենան հոսանքով է քշվում, երբ որ միանման շարժիչը ցույց է տալիս, որ շարժիչը միացավ, եւ սա նույնպես բան է։ Նույնպես էլի վիճակագրություն է, տեսեք, թե ծախսը ինչի վրա է եղել, այսինքն driving 47%-ը գնացել է քշելու վրա, այս պահին արդեն 47%-ը լիցքավորման օգտագործվել է, climate settings, այսինքն կոնդիցիոներ ես չեմ միացրել 0%-ա ծախսը կազմում, այլ գործոններ, որոնք կարող էին ազդել լիցքավորում էներգիան ծախսելու վրա չեն եղել, նորից ցույց է տալիս 0։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, Volt 2-ը ունի բավական հետաքրքիր վիճակագրություն ձեր վարելու ընթացքի, հոսանքի ծախսի, բենզինի ծախսի մասին, խնդրեմ կարող եք նայել, ծանոթանալ, ուսումնասիրել մեքենան, ես ծանոթացել եմ այնքանով, ինչքանով ինձ պետք է եղել, որ ասեմ ամբողջությամբ տիրապետում եմ, իհարկե սուտ կլինի, բայց տիրապետում եմ այնքանով, ինչքանով որ ինձ պետք է։ Այստեղ ունենք ուրեմն երկու հատ USB-ի տեղ, 12 վոլտ լիցքավորման բնիկ, սելեկտորը ուրեմն փոխանցման տուփի, սա պարկինգ, այստեղ պարկինգ, R, նեյտրալ, D ռեժիմներն է, փոխելուց է լույսերը վառում են, այև այստեղ էկրանի վրա է ցույց տալիս։ Սա ուրեմն traction control կամ հակաբուքսիրային համակարգը, երբ որ միացնում ենք, ձմռանը ասեմ ձեզ շատ է օգնում, երբ սա միացնում ենք, ինքը արդեն ավտոմատ բլոկավորում է այդ պտտվող անիվը ու ձմռանը նույնիսկ ամենակտրուկ դիքերը, որոնք ծածկված են ձյունով եւ սառույցով, մեքենան առանց որևէ դժվարության հելնում է, գրեթե ամենագնացի նման։ Գուցե մի քիչ անհավատալի հնչի, բայց ես իմ սեփական փորձով եմ ասում։ Եվ վերջին ամենակարևոր բանը, սա է վթարային կոճակ, ահա, շատ անհարմար տեղում է դրած, բայց նորից սովորում ես, որովհետև մենք միշտ սովոր ենք եղել, որ վթարային կոճակը մեջտեղը լինի, չգիտեմ ինչու էստեղ են բերել։ Ընդհանրապես ամերիկյան մեքենաների դեպքում տենց տաղանդ կա, յուրահատուկ վթարային կոճակը, վթարային ազդանշանի դնել ամենաանհարմար տեղերում, օրինակ Ford-ի դեպքում էստեղ է, այստեղ է։ Եվ վերջում ամենակարևորը մեքենայի ֆունկցիաներից եւ կոճակներից մեքենայի ռեժիմը։ Մեքենան բնականաբար, ինչպես ասացի, լիցքավորվող հիբրիդ է ու քշվում է էլեկտրաէներգիայով, բայց դուք իհարկե կարող եք կառավարել եւ այնպես անել, որ օրինակ մեքենան վարեք բենզինով, չնայած մեջը լինի բավականաչափ էլեկտրաէներգիա։ Մոդ, այսինքն մեքենայի ռեժիմները։ Կառավարում ենք ռեժիմը, մոդ, այստեղ արդեն ռեժիմները վարվեց, նորմալ, սպորտ, mountain եւ hold։ Ուրեմն նորմալը այն ռեժիմն է, որով դուք ամեն օր քշում եք, մեքենան քշվում է հոսանքով, հոսանքը վերջացավ, միանում է բենզինային շարժիչը։ Սպորտը նույն նորմալ ռեժիմն է, բայց մեքենան ավելի աքսելերատորի, այսինքն գազի ոտնակը ավելի զգայուն է դառնում, սեղմելիս մեքենայի արագացումը ավելի արագ է լինում, բայց սպասել թե դրանով վոլտը դառնում է ինչ-որ լուրջ սպորտային մեքենա, ինչ-որ զարմանալի դինամիկ հատկանիշներով եւ այլն պետք չէ։ Ուղղակի մեքենայի արագացումը մի քիչ ավելի արագ է լինում, գազի ոտնակը դառնում է ավելի զգայուն եւ այլն։ Ես ընդհանրապես սպորտի իմաստը չեմ էլ հասկանում, գուցե մեկ-մեկ կարելի է ըստ տրամադրության ինչ-որ զգացողությունների դրայվի համար մի քանի կիլոմետր սպորտով վարել։ Mountain ամենակարևոր ռեժիմներից է, մեքենան ուրեմն շարունակում է վարել հոսանքով, բայց այն տեսակ mountain-ը միացրեցի, այստեղ տակից երկու գիծը ինքը ուրիշ գույն ստացավ, սևացավ, դա նշանակում է, որ այս 4 գիծը մեքենան կվարի սովորականի նման, նորմալ ռեժիմի նման, հենց 4 գիծը վերջացավ, դեռ մեջը երկու գիծ էլեկտրաէներգիա է լինելու, բայց ինքը արդեն սկսելու է վարել բենզինով։ Իմաստը որն է, որ եթե դուք քաղաքից դուրս եք գնում, վարելու եք քաղաքից դուրս, հետո վերադառնալու եք քաղաք, մեքենան ոնց որ նորից քաղաքային ռեժիմի համար ձեր համար մի քիչ հոսանք է տնտեսում, որ հենց մտնեք քաղաք, նորից վերադառնաք նորմալ ռեժիմին ու էլեկտրաէներգիայով մեքենան վարեք։ Եվ վերջի ռեժիմը, hold ռեժիմը, հիմա միացնենք, ահա, այստեղ կոճակը սեղմում ենք 4 անգամ միացավ hold ռեժիմը։
Հիմա կտեսնեք ամբողջությամբ այս կանաչը սևացավ, այսինքն էլեկտրաէներգիան լիցքավորված կանաչ գծերը, որը ցույց էր տալի, որ դեռ 54 կիլոմետր մեքենայի մեջ հնարավոր է հոսանքով քշել ամբողջությամբ սևացավ, դա նշանակում է, որ հենց հիմա ես եթե մեքենան տեղից շարժեմ, միանգամից միանալու է ներքին այրման շարժիչ ու մեքենան քշվելու է բենզինով։ Մի խոսքով hold ռեժիմը հենց դրա մասին է, որ դուք անջատում եք հոսանքը, անջատում եք մեծ ակումուլյատորով, մեքենան սկսում եք քշել բենզինով։ Քշում եք այնքան, ինչքան ձեզ պետք է։ Քաղաքից դուրս տրասայի վրա հիմնականում մարդիկ քշում են հենց hold ռեժիմով, որպեսզի հոսանքը խնայեն քաղաքի ճանապարհների քաղաքային ռեժիմի համար։ Ու ինչպես արդեն ասեցի, վոլտի բենզինի ծախսը hold ռեժիմում շատ չի, 100 կիլոմետրին 5-6 լիտր, բայց եթե հաշվի առնենք, որ տրասայի վրա դուք նաև թիքեր եք իջնում, ռեկուպերացիա եք ունենում, այսինքն մեքենան նաև լիցքավորում է հավաքում, իսկ ուղիղ տեղերում նաև կենցաղային լեզվով ասած խալաստոյով եք գնում, այսինքն գազի ոտնակից ձեր ոտքը հանում եք, մեքենան նորից սկսում է լիցքավորում հավաքել, եւ այդ 5-6 լիտր 100 կիլոմետրին ծախսը շատ պայմանական ասած իրականում ավելի քիչ է։ Ուրիշ ինչ ունենք այստեղ, մեքենայի վրա, ինչպես տեսնում եք, տանիքի վրա լուկ չկա, այսինքն չի բացվում, սա արևիկներն են հայլիներով։ Մեքենայի վրա, ինչպես սրահը ասեցի, բավականին փոքր է, գուցե որոշակի առումով նույնիսկ նեղված կլինի, մարմնը հատկապես մարդկանց համար։ Ընդհանուր առմամբ Volt 2-ի մեջ կարելի ասել մի քիչ տարածքի խնդիր կա, այսինքն անընդհատ տարածքի կարիք է լինում։ Նույնիսկ գրպանների ինչ-որ առարկաներ դնելու համար Volt 2-ի սրահում շատ տեղեր չկան։ Այստեղ ունեն գրպանիկներ դռների վրա, այս խցիկում, ինչպես տեսնում եք, նույնպես շատ մեծ տարածություն չունենք, մեծ իրեր չենք կարող դնել։ Մի փոքր խցիկ նաև այստեղ նստարանների արանքում, որը նույնպես, եթե նայեք, կտեսնեք, որ բավականին փոքր է, բավականին։ Ոչ մի մեծ իր այստեղ չեք կարող պահել։ Տեղեր բաժակների համար, եւ տեսնում եք, որ նույնիսկ ակնոցների դնելու համար այստեղ ինչ-որ մի հատ փոքր խցիկ կարող են սարքել, որը որ ասենք շատ տարածված է ժամանակակից մեքենաների վրա, բայց դա էլ չեն արել եւ ես ակնոցների համար այսպեսի մի հատ հարմարանք եմ գնել եւ սա եմ օգտագործում ստիպված, այսինքն Volt 2-ը ստիպում է մարդկանց նաեւ ստեղծագործել։ Եվ արջևի մասը կարծես թե ավարտեցինք, հիմա տեղափոխվենք մեքենայի ետևի հատվածը։ Նույնպես ընդհանրացակ անվանել չենք կարող, ասեմ ավելին այստեղ տանիքը մեքենայի ավելի ցածր է, իմ գլխից ընդամենը այսքան տարածություն է մնում ու բավական է եթե մեքենան ինչ-որ մի հատ խորը փոսի մեջ ընկնի, ես կարծում եմ, որ ես գլխով անպայման անմիջապես կպնելու եմ տանիքին։ Բայց ընդհանուր առմամբ ասեմ, ծնկներից մինչև դիմացի նստարանը կա որոշակի տարածություն, բացի այդ հետևի նստարանը շատ փափուկ է, այսինքն եթե դուք նույնիսկ ծնկներով կպնեք, դա ձեզ չի ցավացնելու, չի հոգնածնելու, հետևը պլաստմասի ինչ-որ կարկաշ չունենք, ունենք փափուկ գուբկայով ինչ-որ հատված։ Ընդհանուր առմամբ նստելը ասեմ բավականին հարմար է, լավ իջած է այս հետևի մասը ու հանգիստ կարելի է նստել, եթե սա էլ իջացնենք, ապա հարմարավետության առումով ոչ մի խնդիր չունենք։ Պաշտոնական տվյալներով Volt 2-ը համարվում է 5 տեղանի, ի տարբերություն Volt 1-ի, որը համարվում է 4 տեղանի մեքենա։ 5 տեղանի, բայց ինչպես տեսնում եք, այստեղ արանքում կա մեծ ինչ-որ խանգարող բան, սա մեծ ակումուլյատորի հատվածն է, այսինքն մեծ ակումուլյատորը ինքը տեաձև է, հենց այսպես որ նայենք, տեսնենք, ինքը հենց այսպես ուղղահայաց ու հորիզոնական կորպուսներից է բաղկացած, ու սա այդ մեծ ակումուլյատորի ուղղահայաց հատվածն է, որը անցնում է մեքենայի ամբողջ երկայնքով։ Ինչ է նշանակում Volt 2-ը 5 տեղանոց է, նշանակում է, որ այս մեջտեղում կարա մարդ նստի։ Բայց այլ ստանդարտներով, այսինքն եթե մենք նստել հասելով հասկանում ենք այսպես այս վիճակը մեքենայում նստելը, որտեղ կարող ենք ոտեր ուզասպային այսպես անել, բացել, առաջ գնալ, հարմարվել, ապա մեջտեղում նստողի համար այդ հնարավորությունը չկա, որտեղ ոտերի արանքը լինելու է սա։ Հիմա ես կփորձեմ տեղավորվեմ այս մեջտեղում, տեսնեմ իսկապես Volt 2-ը հնարավոր է անվանել 5 տեղանի, թե չէ։ Ես ուրեմն արդեն նստեցի մեքենայի մեջտեղում ու առաջի բանը, որ ուզում եմ ասեմ, դա այն է, որ իմ գլուխը կպում է տանիքը։
Հիմա երևի տեսնում եք, ես ստիպված այսպես գլուխս պետքա մի քիչ ներքև իջացնեմ, որ գոնե կարողանամ հարմարվեմ։ Այսպես բնականաբար երթևեկել չեմ կարող, 1 րոպեից ավել չեմ դիմանա, դրա համար պետքա գոնե այսպես առաջ կամ, որ գոնե մի քիչ իջնեմ ու գլուխս արդեն տանիքին չկպնի, չնայած տարածությունը շատ չնչին է մնում, բայց այսպես էլ ինչպես տեսնում եք, ստիպված եմ ոտերս այսպես բացել, որով խանգարելու եմ կողքի նստողներին, բայց այլ տարբերակ ուղղակի չունեմ, որովհետև այս մեջտեղի մասում ինքը նստարանը ավելի բարձր է, քան կողքինները։ Մի խոսքով Volt 2-ը շատ մեծ վերապահումներով կարելի է համարել 5 տեղանի մեքենա, եւ եթե այստեղ հետևի մասում պետք է ինչ-որ մեկը նստի, ապա դա կարա լինի երեխա միայն, ցածր կամ շատ ցածր հասակի մարդ, որ չնեղվի այս վիճակից, որովհետև իսկապես մեջտեղի նստողի համար շատ անհարմար է։ Կողքի նստողի համար, ինչպես ասեցի, հիմա եթե անցնենք այստեղ, օպա, հա, նաև նստելու իջնելն է շատ անհարմար, հասկանում եք, պետքա ոտքը բարձրացնես, անցնես, բայց կողքի նստողի համար հետևում, եթե սա իջացնենք, ապա բավականին հարմարավետ վիճակ է, այսպես հետ ընկած, հենված, դրիմ նորմալ։ Ծանոթանանք նաև մեքենայի բեռնախցիկին։ Ուրեմն նախ ասեմ, որ բեռնախցիկը բացվում է միայն այն ժամանակ, երբ որ սելեկտորը գտնվում է P-ի վրա, պարկինգի, եթե հանկարծ նեյտրալի վրա եղավ, բեռնախցիկը չի բացվելու, չվախենաք, ուղղակի իմացեք, գնացեք դրեք P-ի վրա։ Ինձ հետ եղել է նման բան, ու ես արդեն միշտ հիշում եմ դա։ Բեռնախցիկը ծավալը, ինչպես տեսնում եք, շատ մեծ անվանել չենք կարող, բայց այստեղ կա մի լավ հանգամանք, դա այնն է, որ հետևի նստարանները ծալվում են։ Նստարանները ծալելուց հետո ստանում ենք արդեն բավական մեծ տարածք, որտեղ ցանկության դեպքում նույնիսկ կարող ենք, օրինակ քաղաքից դուրս լինելու դեպքում մի քիչ պարկել հանգստանալ, ճիշտ է, ոտքերը պետքա ծալենք ստիպված, բայց ամեն դեպքում պարկել հանգստանալ հնարավոր է։ Ինչ ունենք այստեղ նաև, այսպես փափուկ ծածկ ու բավականին կոշտ հիմքով, որ նշանակում է, որ վրան կարանք ինչ-որ ծանր բեռներ դնենք, ոչ մի վտանգ չկա, որ ինչ-որ կճկվի, կջարդվի, դա ուրեմն ամբողջությամբ հաշվարկած է։ Ուրեմն այստեղ ունենք կախիչներ, 1, 2, 2 հատ էլ այս կողմը, որտեղ կարող ենք ինչ-որ ցանց կպցնել ու ստանալ եւս մեկ մակարդակ բեռներ տեղադրելու համար, թեթև բեռներ։ Ունենք նաև մի հատ այսպիսի դարակ, եւս մեկ տարածություն, որտեղ այստեղ կարող ենք ինչ-որ առանձին ինչ-որ մի բան դնել, փակել։ Ինչ ունենք այստեղ։ Փոքր 12 վոլտանոց ակումուլյատոր եւ գործարանային օդի պոմպ, նասոս։ Ցույց կտամ։ Ընդ որում բավականին որակյալ երկար աշխատող, հենց General Motors ֆիրմայի, ընտրեմ։ Սա ուրեմն միացնում ենք մեքենայի 12 վոլտանի բնիկից ու ցանկացած պահի, եթե ձեր անվադողերը իջել են, ցանկացած պահի, ցանկացած տեղ կարող եք կանգնել եւ տեղում անվադողերը լիցքավորել օդով, փչել, այսինքն։ Ունենք նաև այսպիսի բան, որը ես ճիշտ ասած չգիտեմ ինչա չեմ օգտագործել երբեք, առիթ չի եղել, բայց վրան տեսնում եք նկարած է նույն այս նասոսը, կարծես ամրանում է, ձգվում է նասոսի վրա ու ինչ-որ կարևոր ֆունկցիա է կատարում։ Մի խոսքով, եթե գիտեք, թե սա ինչ է, մեկնաբանությունում գրեք, որպեսզի մյուսներն էլ իմանան, նաև ես։ Այսքանը բեռնախցիկի մասին եւ մի կարևոր բան եմ ուզում ասել, ինչպես ասեցի, վոլտի վրա գազ չեն դնում, բայց բեռնախցիկը նաև հատուկ դրա համար եմ ցույց տվել, որպեսզի վերջում ասեի, որ անգամ եթե մի օր պարզվի, որ Volt 2-ի վրա հնարավոր է գազ տեղադրել, ապա այստեղ դրա համար ուղղակի տեղ չկա, տարածք չկա։ Այսինքն բալոնը ուղղակի հնարավոր չի ինչ-որ տեղ դնել։ Այստեղ ակումուլյատորն է, այստեղ այս սարքերն են դրվում ու
մի խոսքով տեղ չունենք նաև ինչպես տեսնում եք, չունենք նաև պահեստային անվադող։ Այսինքն 4 անվադողերն են ու վերջ։ Երևի նաև հենց դրա համար է General Motors-ը NASOS-ը դրել մեքենայի գործարանային կոմպլեկտացիայի մեջ, որ գիտի որ պահեստային անվադող չունենք, որ եթե անիվներից մեկին ինչ-որ մի բան եղավ, ծակվեց եւ այլն, գոնե մի կերպ փչելով դիմանակման, մինչեւ հասնեք որևէ մոտակա վուլկանիզացիա։ Լավ, տեսնենք թե ինչպես է Volt 2-ը իրեն դրսևորում նաեւ ընթացքի մեջ։ Միացնենք։ Ստարտեր բնականաբար չկա, որովհետեւ մեքենան էլեկտրական մեքենա է։ Վերջ, մեքենան արդեն միացրած է։ Այստեղ գրվում է ready, այսինքն մեքենան պատրաստ է վարելու, նույնը նաև ձմռանը, այսինքն տաքացնել եւ այլն ինչ-որ նման բաներ չկա։ Շարժվեցինք։ Տեսախցիկը բնականաբար գործարանային է, որպեսզի հետընթացի ժամանակ տեսնեք ամբողջ հետևը, բավականին որակյալ տեսախցիկ, որակյալ պատկերով։ Ասեմ, որ Volt 2-ը բավականին կայուն ընթացք ունի, շրջադարձերի ժամանակ ինչ-որ աճ ձախ, թափ տալ, վարորդին նետել աճից ձախ եւ այլն նման բաներ չկա, մեքենան փափուկ, շատ փափուկ չես անվանի, բայց նաեւ չոր չի, ինչպես օրինակ ճապոնական սեդանները, ինչ-որ միջին կարգի վիճակ, որը լիովին բավարարում է երկարատև ճանապարհ գնալու, չհոգնելու մարդու բնական պահանջին։ Մենք այս պահին ուրեմն իջնում ենք տիքով վայրեջքա եւ ինչպես արդեն ասել էի, մեքենան այստեղ էկրանի վրա երևում է լիցքավորում է ստանում։ Հիմա այս պահին մենք ենք ծախսում, բայց հենց հասնենք նորից վայրեջքի, նորից մեքենան կսկսի լիցքավորում հավաքել ու այդպես ամբողջ ընթացքում, այսինքն ցանկացած վայրեջքի ժամանակ մեքենան լիցքավորում է հավաքելու, արգելակման ժամանակ լիցքավորում է հավաքելու։ Մենք նորից իջնում ենք, նորից լիցքավորում ենք հավաքում։ Էլեկտրական մեքենային բնորոշ ամենամեծ տարբերությունը ներքին արման շարժիչից այն է, որ շարժիչի ձայն աշխատող բենզինային շարժիչի ձայն չկա եւ ցանկացած մարդ, ով որոշ ժամանակ էլեկտրական մեքենա է վարում, ինքը սովորում է արդեն այդ շարժիչի ձայնի բացակայությանը, այսինքն եթե ապակիները մեքենայի փակեք, ապա դուք գտնվում եք գրեթե լիակատար ձայնամեկուսացման մեջ, ոչ մի ձայն չկա։ Կարա մենակ լինի շարժվող անվադողերի, այդ քշվող անվադողերի գվունը, այդ ձայնը, որը սովորական է բոլորիս համար, շարժիչի ձայն, փոխանցման տուփի ձայն եւ այլն, դրանք բոլորը բացակայում են։ Իդեպ մոռացա ասեմ, որ Volt-ի փոխանցման տուփը դասական մեծ ծանոթ փոխանցման տուփերից չի, այսինքն ինչ-որ աստիճաններով փոխանցումա տուփ չի, ինչպես ավտոմատ փոխանցման տուփերը եւ նաեւ վարիատոր չի, ինքը կոչվում է պլանետար ռեդուկտոր, աշխատում է այնպես, ինչպես տրոլեյբուսը։ Եթե երբևէ նստել եք, վստահ եմ, որ նստել եք, գիտեք, այսինքն ինչքան ոտը սեղմում ենք գազի ոտնակին, մեքենան այնքան արագանում է, թողում ենք դանդաղում է։ Ինչ-որ առաջի, երկրորդ, երրորդ աստիճան փոխանցման չկա, հիմա ես ոտս կսեղմեմ, մեքենան կարագանա, տեսնում եք, կզգաք, որ ոչ մի ինչ-որ փոխանցում առաջինից երկրորդ, երկրորդից երրորդ չկա, ոտս գազի ոտնակից հանում եմ, մեքենան դանդաղում է։ Ու նաև դա էլ ասեմ, երբ որ ես ոտքս հանում եմ գազի ոտնակից ու մեքենան շարժվում է իներցիայով, արդեն հավաքած էներգիայի հաշվին կրկին մտնում է ռեկուպերացիոն ռեժիմ, այսինքն սկսում է զարյատկա հավաքել, վերալիցքավորվել։ Շրջադարձի ռադիուսի մասին եթե խոսամ, պետք է ասեմ, որ սա Mercedes չէ բնականաբար, ու չունի են փոքր ծավալով շրջադարձը, որը բնորոշ է առհասարակ ոչ միայն Mercedes-ին, այլ գերմանական սեդաններին, եթե սովոր եք
այդպիսի շրջադարձերի, ապա վոլտի դեպքում պետք է հետ սովորեք, որովհետև ինքը բավականին լայն ռադիուսով է վերցնում։ Այսինքն այն տեղը, որը մեկ փորձով կարող եք մտնել Mercedes-ով, BMW-ով, Audi-ով կամ այլ գերմանական սեդանով, նաև որոշ ամերիկյան մեքենաներով, վոլտի դեպքում գուցե պահանջվի մեկ անգամ կրկին հետ ու առաջ անելու։ Բայց դա էլ է իհարկե սովորելու վրա, ընթացքում ինչպես մեքենայի ծավալներին է մարդը սովորում է նաև շրջադարձի ռադիուսին ու կարողանում է արդեն ճիշտ կառավարել։ Վերջ, հասանք մեր վերջնակետին, գցում ենք պարկինգ, սեղմում ենք կնոպկան, մոռացա ասեմ, միացնելուց ուրեմն անպայման ոտքը պետք է դնել արգելակի ոտնակին, որպեսզի միանա։ Եթե ոտը չդնենք արգելակին, մեքենան ուղղակի չի միանա, խնդրեմ։ Այստեղ գրում է press brake to start, այսինքն սեղմեք արգելակը, որպեսզի միանա։ Ոտ դնում ենք արգելակի ոտնակին, սեղմում ենք, վերջ, մեքենան միացավ։ Խոսեմ նաև Volt 2-ին բնորոշ մի քանի խնդիրների մասին։ Այսինքն մեքենան գնելիս ինչին պետք է հատկապես ուշադրություն դարձնել, առաջինը եւ ամենակարևորը BSM բլոկը։ Դա համարվում է Volt 2-ների հիվանդությունը եւ գնելուց եթե ունեք հնարավորություն տեղեկանալու թե արդյոք BSM բլոկը փոխարինվել է թե իր վրա դրված գործարանային է, անպայման ստուգեք, եթե կա հնարավորություն։ Ինչով է կարևոր, որովհետեւ դա ամենաթանկ թանկարժեք աշխատանքն է մեքենայի վրա, այսինքն BSM բլոկը փոխարինելը մոտավորապես 300,000 դրամի ծախս, այսինքն բուն բլոկը Հայաստանում ձեռք բերելիս արժի 250,000 դրամ եւ 50,000 դրամ աշխատանքը, արհեստավորի վարպետի աշխատանքը, բայց կարող եք նաեւ դրսից պատվիրել մոտավորապես $450 կարգի եւ այդ դեպքում կխնայեք 100,000 դրամի չափ գումար, բայց ամեն դեպքում դա ամենաթանկարժեք խնդիրն է, որը Volt-ի վրա առաջանում է, ես ինքս դրա հետ առնչվել եմ։ Այս մեքենայի դեպքում BSM բլոկը փոխարինված է նորով։ Ինչ է լինում BSM բլոկի խնդրի ժամանակ, մեքենան սկսում է ուղղակի չմիանալ, խոդի չընկնել, ընթացքում կարա նաև հանգի, մեջը լիցքավորում կա, բայց ever range-ի տեղում, այսինքն այդ լիցքավորման ընթացքի տեղում գրվում է միշտ 0, չնայած գիտեք, որ մեջը էլեկտրականություն կա։ Մի խոսքով մեքենան դառնում է ոչ սարքին։ Կարա ձեզ նույնիսկ ճանապարհին թողի, կարաք տեղ գնաք ու չկարողանաք վերադառնալ տուն, ստիպված լինեք էվակուատոր կանչեք, ինչպեսի մետ է եղել եւ այլն։ Երկրորդ խնդիրը ուրեմն կապված է փոխանցման տուփի սելեկտորի հետ, կոչվում է shift to park խնդիր, այսինքն գալիս եք, կանգնում եք, մեքենան պետք է հանգցնեք, սելեկտորը դնում եք P-ի վրա, պարկինգի վրա, բայց մեքենան չի հասկանում, որ պարկինգի վրա է ու չի անջատվում։ Կարող եք 4 անգամ, 5 անգամ կրկնել եւ 6-րդ անգամից նոր մեքենան հասկանա, որ սելեկտորը պարկինգի վրա է։ Դա ինչքան ես ուսումնասիրել եմ, տեղեկացել եմ, կապված է պարկինգի սենսորի հետ եւ սարքելու համար կամ փոխում են սելեկտորի սենսորը կամ ամբողջ սելեկտորը ամբողջությամբ։ Մեր այդ կենցաղային լեզվով ասում են կուլիսը։ Եվ երրորդ խնդիրը դա մեծ ակումուլյատորի դեգրադացիան է, այսինքն ժամանակի ընթացքում մեծ ակումուլյատորը սկսում է դեգրադացվել, ավելի քիչ հոսանք կուտակել, ինչի արդյունքում կրճատվում է նաև հոսանքով վարելու հեռավորությունը, բայց ասեմ, որ ի տարբերություն օրինակ նույն Nissan Leaf-ի, Volt 2-ի մեծ ակումուլյատորը համարվում է բավականին հուսալի, դեգրադացիայի խնդրի հետ առնչվում են շատ ուշ եւ նույնիսկ 150,000, 200,000 կիլոմետր քշելուց հետո ակումուլյատորը լինում է շատ լավ վիճակում։ Եթե ամփոփեմ, պետք է ասեմ, որ Volt 2-ը ընդհանուր առմամբ ամենահաջողված լիցքավորվող, այսինքն plug-in հիբրիդներից մեկն է։ Ժամանակին եղել է ամենավաճառվող plug-in հիբրիդը։ Մեքենան իմ մոտ է արդեն 8 ամիս, անցած տարվա նոյեմբերից, եւ այս 8 ամսվա ընթացքում ես առնչվել եմ միայն BSM բլոկի հետ, որի մասին արդեն ասեցի, այլ խնդիրներ իմ մոտ ուղղակի չի եղել, այլ խնդիրների չեմ բախվել։ Պահեստամասերի առումով կարող եմ ասել, որ շուկայում կա, խնդիր չի որևէ պահեստամաս գտնելը։ Ծախսի մասով, իհարկե ծախսը կապված է նրանից, թե ինչպես եք վարում, օրական ինչքան եք վարում, քաղաքի մեջ թե քաղաքից դուրս ինչ ռեժիմով եք վարում, բայց ես որպես ամեն օր մեքենայով աշխատանքի գնացող,
աշխատանքից եկող եւ այլ գործերով վարող մարդ, կասեմ, որ այս մեքենայի ծախսը իմ դեպքում կազմում է ամսական 8-ից 12000 դրամ հոսանքի գումար եւ 2 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ 5000 դրամի բենզին։ Եթե սա համատենք միջին վիճակագրական ներքնայարման շարժիչով մեքենայի հետ, ապա որպես լիցքավորվող հիբրիդ Volt-ը 3-4 անգամ ավելի էժան է պահովան շահագործման առումով, քան ցանկացած ներքնայարման շարժիչով մեքենան, նույնիսկ եթե քշվում է ոչ թե բենզինով, այլ գազով, ինչպես այսօր մեր ներքնայարման շարժիչով մեքենաների զգալի մասը։ Շուկայում, ասեմ, ներկայացված է բավականին մեծ թվով առկա է նաև վաճառքում, գինը տատանվում է հիմնականում 9-ից 12000 դոլարի սահմաններում, իմ սեփական վերլուծության ու անալիզիկայի հիման վրա եմ ասում, բնականաբար կախված մեքենայի գնի տարբերությունը կախված մեքենայի տարեթվից, տեխնիկական վիճակից, վազքից եւ այլն եւ այլն։ Իհարկե կան նաեւ ավելի էժան 9000-ից ավելի ցածր գնով մեքենաներ, էկզեմպլյարներ, կան նաեւ 12000-ից ավելի բարձր։ Բայց հիմնական այդ գնային սեգմենտը զգալի մասի մեքենաների 9-ից 12000 դոլարի սահմաններում է։ Եվ վերջում ասեմ, որ եթե դուք ուզում եք էժան պահվող, էժան շահագործվող, հոսանքով, բայց նաև ներքնայարման շարժիչ ունեցող plug-in հիբրիդ մեքենա, որը խնդիրներ չի առաջացնելու, եւ դուք հիմնականում քշելու եք քաղաքային ռեժիմում, խցանումների մեջ, ինչպես մեր առօրյա երթևեկությունն է, ուզում եք մեքենա, որը քշելուց չեք հոգնելու, ուզում եք մեքենա, որի մեջ չկա աղմուկ, եթե ձեզ արդեն հոգնացրել է մոտորի ձայնը եւ այլն, ապա Volt 2-ը հենց ձեզ համար է։ Այսքանը Chevrolet Volt 2-ի մասին, հետևեք VH Automotive YouTube-յան channel-ին, բաժանորդագրվեք, թողեք մեկնաբանություններ, մեր տեսանյութերը կարող եք դիտել նաև Automotive AM կայքի տեսանյութեր բաժնում։ Առջևում լինելու են շատ հետաքրքիր տեսանյութեր մեքենաների, տարբեր մեքենաների մասին։ Ստեսյուն ընկերներ, բոլորիդ մաղթում եմ անփորձանք եւ անվտանգ երթևեկություն։